Սա Կոնդն է, մեր քաղաքի ամենահին թաղամասերից մեկը։ Այստեղ է բնակվում Նահապետ Նահապետյանը իր եղբայր Հավետի եւ նրա դուստր Սրբուհու հետ։ Ավանդապաշտ Նահապետյանների մտքով անգամ չէր էլ կարող անցնել, որ իրենց չամուսնացած աղջիկը օրերից մի օր կարող է հղիանալ։ Բացառիկ առաջարկ, սպառողական վարկեր սկսած տարեկան 24% տոկոսադրույքից, 2 տարի մարման ժամկետով։ Սրազնա երը չի կամաչևարա, սաղազգին կողել են բանկերը զակատ են արի արա։ Ժողորդին վարկերից կախվածության մեջ են կսի ու սարկել են վարկաման, վայ ես ձեր վարկատու ինչն եմ ասի արա։ Ճիշտ ես ասեմ Նահապետ, ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Հավետ, վարկամանը ո՞րն է։ Հավետ էդի բանկային նարկամանն է։ Այսինքն, որ գնում ես բանկ վարկես վերցնեմ, չես կարում մարես, հետո գնում ես մի հատ ես վարկ վերցնում, որին չմարած վարկը մարես։ Էդ էլ որ չես կարում մարես, մի հատ ես գնում վարկ վերցնում, այնքան ես վարկ վերցնում, մինչև դառնում ես վարկաման։ Հետո վերջում օվերդոզ ես ելնում ու բանկրոտ։ Պարզ է Նահապետ, պարզ է։ Նահապետ, օվերդոզը ո՞րն է։ Հավետ էդ գլխիս հետ սեռական բռնություններ անելու փոխարեն գրա դուռը բաց։ Գնա։ Ացիկ։ Բարև ձեզ։ Ինչ հարցով եք եկել։ Ես բարի առաքել հասարակական կազմակերպությունից եմ։ Արագի բարի։ Մենք օգնություն ենք տրամադրում անապահով ընտանիքների հղի կանանց համար։ Ձեր տանը հղի կա։ Ճիշտ է, մենք անապահով ընտանիք ենք, բայց հղի կնիկ չունենք աղբեր ջան։ Հələ մի րոպե Հավետ միշտապի։ Ինչ գիտես։ Ինչքան փողիկ տալեմ։ 350,000 դրամ։ 350,000 Հələ կնիկն ինչ որ չունենանք այ Հավետ։ Ոչ չունենք։ Հələ եթե մի քանի օր առաջ կայք մի 5 հատ ունենք։ Իհատա մնացե, մեր Հավետի աղջիկն է, Սրբուհին հղի է։ Ես ինչ ես խոսում Նահապետ։ Ո՞նց կարա իմ աղջիկը հղի լինի։ Արա Հավետ, դու չգիտես, էլի ես քեզ ասում եմ 350,000 տոկոս հղի է։ Չգիտի Հավետ, շնորհավորում ենք Հավետ ջան, պապիկ ես դառնում։ Շնորհակալություն։ Դե տվեք փողը։ Մի րոպե, ամեն ինչ այդքան էլ ես չի։ Ուր է ձեր հղի աղջիկը։ Չհասկացա։ Պաստորեն առանց մեր աղջիկը հնարավոր չի, Սրբուհի ջան արիլ ազիզ։ Ես էլ մեր Սրբուհին։ Սրբուհի ջան, բարի արագիլն է եկել։ Ասմա, որ հղի կանանց բան են տալի, օգնություն են տալի, փող են տալի 350,000 դրամ։ Ամի ես էլ ասի, որ մեր Սրբուհին հղի է, չեն հավատում։ Ամի դուք պերանով ասա, որ փողը տան։ Ես էլ մեր Սրբուհին, դե տվեք։ Բայց գումարը տալուց առաջ մենք պետք է համոզվենք, որ նա հղի է։ Մի խոսքով պետք է գնանք ստուգման։ Ոչ մի ստուգում։ Դու գնցիկ չեք հավատում, հա։ Արկելում եմ, ոչ մի ստուգում, ոչ մի բան։ Պապ ջան, ինչ ա, ստուգում, գնամ շուտ ստուգվեմ կամ, հա։ Նահապետ, բայց կկարանա խափի, որ ինքը հղի է Սրբուհին։ Ում աղբոր աղջիկն է, որ չկարանա։ Այդ էլ ես ճիշտ ասել։ Ում աղբոր աղջիկն է, որ։ Իմ աղբոր աղջիկն է։ Ճիշտ ես ասել։ Դու Հավետին չես ճանաչում։ Որ Հավետի։ Արա իմ աղբեր Հավետին չես ճանաչում դու։ Լսել եմ։ Ինչ հրավար այդ աղջիկը ուշացավ, այդ ոնց ես ստուգում, որ ուշանում արա։ Այ քեզ բաներ։ Մանրամասն են ստուգում, ինչ են անում արա։ Սրբուհի ջան, ինչ էլա, համոզեցիր դրանց։ Հոպար ինչ չարեցի, դրանք չհավատացին, որ ես հղի եմ։ Արա պետք է որ չփայման կարա փորիդ մեջ պետք է բաց դնեինք։ Հաստատ կհավատային 350,000 դրամը գնաց շուր արա։ Նահապետ, բայց ես մտածում եմ, որ ինչ էլ անեիք չանեիք, մեկա չէին հավատալու, որ հղի է։
Ոնց կարա չամուստացած աղջիկը հղիլ։ Սրբուի, դու գնա դասերը տարա գալու եմ ստուգեմ, նայի, օրագիրըտ նայելու եմ, մեջը երկուս է լավ, երկու անգամ ғայշով խմպելու եմ։ 5 եղավ, 5 անգամ եմ ғայշով խմպել։ Դավայ շում դահա գնա։ Ստել բախտերս չպիրեց։ Ալո, քիս, դես ինչ եմ ասում կմեռն ես, օթի 350,000 դրամ փող ա կպե, պատրաստվի գնում ենք տժալու, դավայ։ Սա Մաշտոցի պողոտան է, մեր լեզվով ասած պրոսպեկտը։ Այստեղ է բնակվում կաշառակեր Նվեր Կոռուպցյանը, որն իր ընտանիքը պահում է անարդար քրտինքով։ Այո, Ռոկի, դու պետք է հաղթես Իվան Դրագային, ու դու կհաղթես։ Նորիկ, ես լավ կապիկությունը թարգել ես քեզ տվել ես սպորտի, կգնաս մի երկու բոյ, կծախվես, մի երկու կոպեկ փող կառնես կբերես կտաս օրդ։ Դու սխալվում ես, նոր Ռոկի Բալբոան չի ծախվում։ Վայ նորիկ, արա սեպական հոր վրա պերչատկայ է բարձասնում։ Ախր նվեր ջան, երեխեն դեր ա փորձում։ Նավարդ, վաղը մյուս օր կարող է կամասուտրայա փորձում իս ձեն չհանեմ։ Բարև ձեզ ես ցավը տանեմ, ոնց ես տաներ այրիկ, ես պիտեք թոքերը թուտեմ, աներ հայրիկ։ Յարանա։ Աներ հայրիկ, գիտես չես որ ինչ եղե։ Շեֆը կանչեց մոտը, թե Բազատ ջան, լավ ծառայության համար քեզ ուղարկում ենք կամանձիրով։ Բա աներ հայրիկ, գնում եմ Մոսկվա։ Սամալյոտ եմ նստելու, աներ հայրիկ։ Մոսկվա։ Հա։ Ազատ ջան, բա ինչքան ժամանակով ես գնում։ Մի շաբաթով աներ հայրիկ։ Մի շաբաթով։ Էդի լրի բայց սենց հերիկա։ Ինչին է հայրիկ, աներ հայրիկ։ Դե որ գնաս ասեն կրեմը լտենաս, Լենինի չիրը տենաս, Տվերսկոյով քո համար սենց քայլելով իշնես, մտես կլուբերը ցեքսակաս ընդ Մոսկո նևաս լիպ տարաս Լավ կտժաս։ Ես էլ եկա ասեցի հաջողանեմ գնամ ժամը 3-ին թռնում եմ աներ հայրիկ։ 3-ին թռնում ես, հա։ Դե գնացի հաջող աներ հայրիկ։ Արիթը պետք չի բաստովել ես զանգում եմ արդ։ Ալո, Անոշիկ ջան, վաղը արտահերթ քննություն եմ նշանակում։ Զանգի կուրսեցիների 10-ը։ Շոտ, մտածեք ինչ եք անում։
Ազատը չի թռել։ Ոչ չի թռել։ Ժամը 3-ի պիտի թռներ, չէ՞։ Ուղիղ ժամը 3-ին է եղել այրոպորտում։ Արա, քեզ բան։ Ես ոնց մոռացա այդ դրանք զգուշացնեի, որ ռեգիստրացիա պետք է հասնի։ Խաղփանի ավտոբուսն է ինչ է, որ ուղիղ ժամին ընդեղ ես ելնում։ Բարի օր ձեզ։ Ոնց եք ձեր ցավը տանեմ։ Աներայիկ ինչի՞ չէր ասում որ Աներայիկ ես ինչա։ Աներայիկ ես կաշառք, հա։ Աներայիկ գժվել ես դու։ Գժվել։ Աներայիկ ես ինչ են աներ հայրիկի։ Ազատ ջան, սեցա, ամբողջ օր առոտված սեցա, չգիտեմ ինչ աներ։ Աներայիկ ես ինչ են սովա տվել քեզ։ Ազատ ջան, էսի Նապոլեոնն է ստվել, բայց խնդրում եմ Հիտլերին դրա մասի ոչ մի խոսք։ Աներ մայրիկ, աներ հայրիկին տիրություն արա ես գնամ բժիշկ բերեմ, նա իրան վնաս մնաս չտա հակարծ աներ մայրիկ։ Նվեր։ Նավարդ, շուտ արա այս պաստերը վերացրու, արագացրու, շուտ արա, հեսրանք է վերցրու։ Ես այդ ազատը ոնց է չլի, հետը բժիշկը բերի, պետք է մի հատ շոր գժական բան պարապել, խարուշյով։ Մի վան պագաժեմ գծեք պոսկի նամած։ Սա Ավանն է, Երևանի ամենակազմակերպ թաղամասերից մեկը։ Այստեղ է բնակվում նախկին մայոր Ռազմիկ Ճագարյանը, ով վերադառնալով Խոբանից ոչ մի կերպ չի կարողանում հայտնել կնոջը Ռուսաստանում գտնվող իր երկրորդ ընտանիքի գոյության մասին։ Люба, у меня есть сюрприз. Я уже купил билет на самолет, так что вечером меня можешь встретить в аэропорту. Не забудь взять цветы. Да. Բաբալես, ես մեր հարևան Գառնիգի ստամոքսը անտանելի ձևի ցավում էր, այդ մարդ ինձ էլ ասեց Ռոզիկ ջան ցավում է, ասցի գալա մարդու տերեղի, կորցնեմ ես, բժիշկն ասել էր պետք է բերենք ստամոքսըդ նկարենք, ես գալի ասես կուպոյություն անեմ Արմենուի որ նկարի, փողա չէ, դեղ պետք է փող տանին ծախսեմ, բայ իհարկե, բռնեմ կամերան է միացնեմ հեռախոսի ասմա կուլտուր, Գառնիգը սկուլ ա տվել, Հմի իրիկունը տնով տեղով պետք է սպասեմ, որ ստամոքսի հետ նկարած պատասխանները գալ, տենանք ինչից է։ Մամ, բայց այդ մարդը մեղք կա։ Իլիկասի մեղք կա, ինչի է մեղք։ Վախեն եմ ես Գառնիգի ճիճուները վեկալեն հեռախոս զանգեն Ամերիկա, պարտքերը կա, մնան պարտքերի տակ ճռան Արմենուի։ Ինչ էլ մեղք չի։ Լավ, այսօր ես պետք է գնամ, այսօր բազմազավակ մայրերի թոշակ եմ բաժանեմ, գնամ ստանամ։ Ադամն ես մաքրիմ կոպի ուտա, հաստատ։ Հելա, դամենա։ Հակոբ, ես օրվանից ես տան տղամարդը դու ես, մամային լավ կնայես, քույրիկիդ հասիբը կպայես, Հակոբ։ Բա դու։ Հակոբ, ես որ կամ, վաղ արդեն ստեղ չեմ, հարի մի հատ գրկեմ կեզ տղես, որ ես կուսավ եմ։ Ալյո, գալյա բարև, մի հատ արակ կարաս են ռոբոտ փոշեկուլի ձևիրն անես մի քիչ ուրախանամ, աղջի դու չիմացար չէ ինչ եղավ գալյա ջան, լավ մի արա ներվայնացած եմ, գնացի որ իմ թոշակը ստանայի, չտվեցի, ես շեշ մարդուս պասպորտների տարել, Ռազմիկից, ասում եմ եսի մարդնա տվեք իմ թոշակ, ասմա չէ ձիր պասպորտնա պետք աղջիկ ջան,
ասում եմ իսկ համար աղջիկ չեմ նախ մեծ կին եմ ասակով իսկ մարդուս պասպորտն վերջը ներվայնացա գալաջան միամիտ ռազմիկի պասպորտը քաշի չեղես ես սպորտի շպրտի տեղ եկա եմ չգիտեմ ռազմիկին ինչ եմ ասելու գալիա հա դու գիտես հեշտա լավ գալաջան հա Ռոզիկ, պասպորտը սուրա։ Ռազմիկ ջան, ներվայնացած եմ եղել ճղել եմ պասպորտը։ Ո՞ս թե ճղել ես։ Ռոզիկ, բա սամալյոտը թռավ, Ռոզիկ։ Ռազմիկ ջան, ոչ ինչ կներես, պասպորտը ճղել եմ, ինչ անեմ։ Համիլուր էիր գնեմ։ Էս ինչ շուխուր եք գցե, ժամին նայել եք, նստաղը թռեք քնելու։ Այ լավ, քեզով ա թույլ տվել տես խոսաս, էդ ինչ իրավունքներից վերապահեմ։ Պապան, բապ դու չասիր, այսօրվանից ես եմ տան տղամարդը։ Ճիշտ ես ասում Հակոբ, ես եմ ասել։ Բայց ոնց որ հենց նոր այդ պարտականություններդ անժամկետ հետաձգվեց։ Փախի քնելուլը։ Թռա քնելու եղավ։ Լակոչում։ Ռազմիկ էդ ինչ էիր ասում։ Ուր էիր գնում։ Ռոզիկ ոչ մի տեղ էլ չէի գնում, ուր էի գնում։ Ուղղակի ես ընկերոջս վիշերնա խնդրել էր որ ուղարկի Իրան Մոսկվա։ Իլա, սպասի ես կտանեմ։ Ուր ես տանում Ռոզիկ։ Մեր հարևան սմբատ է այսօր իրիկունը թռնմա ոսկը ու տուր տանեմ։ Տուր տանեմ կտամ ինքը կուփոխանցի։ Ռոզիկ։ Այ մարդով կտամ ինչ համից բաց չի լավ։ Ու ինչ է ծոները։ Алло. Да, Люба. Люб, я не могу прилететь. У меня украли паспорт и вещи. Սա ձոր մեկն է, Երևանի ամենաամարանոցային թաղամասերից մեկը։ Այստեղ է տեղափոխվել ապրելու պատգամավոր Շահեն Վիպոյանը իր էլիտար ընտանիքի եւ ոչ էլիտար եղբոր հետ։ Զույգ ես որ գիտես ինչ եմ իշը։ Արա են որ Արտուրի կովիկրով էր, է որ բերասենյակումը տոթամղի չէի դրել, որ շնչառությունը չկտնվի։ Տտվածիրը տերիկի։ Դու կա մասին մտածի, սաղ կաղաքը խոսում ա, որ երեք մարշուտկա ես նստել ու իջնելուց էլ։ Հողը չես տվել, ասել ես ստացած ու իջել գնացել ես։ Ինչ հա խոսամ։ Արա զոգեր դու ինձ լավ գիտես, ես դաժե որ սամալոտ եմ նստում, վերջում սաղի տեղը ստանում նոր եմ իշնում։ Այ Կարլեն տղա, դու քո արածը չես մարսելու։ Շահեն ինձ այսօր մի $10,000 փող է պետք։ Կարլեն ջան, ես նալիշնի փող չունեմ, ախպեր ջան։ Իմ սաղ փողերը քարտերի վրա է, քարտերը բանկում է, բանկը Շվեյցարիայում է, Շվեյցարիան Եվրոպայում է, Եվրոպան էլ բանը քարտեզի վրա է, ախպեր ջան։ Լավ հերիկա լաց ես, ուզածս $10,000 է։ Կրվել եմ պետք է 2 ժամից տանեմ հասցնեմ։ Ախր Կարլեն ջան, քեզ անկեղծ եմ ասում, ախպեր ջան, վերջին 1 կիլո փողին, բանը, գնացել եմ բենզին եմ լցրել։ Դե գիտես, բենզինը թանկացավ, ախպեր, պանի գնի տվեց անցավ։ Եղավ Շահեն տղա։ Ես ուրիշ տեղից կճարեմ այդ փողը, բայց դու քո արածը չես մարսել։ Զոգի գիտես չէ, որ հանկարծ Կարլենը չկարացավ այդ իր կրվածի փողը տա, անգերները սրան լարելու են քաղաքից հետ։ Դե որ դու սաճարելու։ Զոգի բաց իմացան ինչ եղել։ Հա, ինչ ա եղել, ախպերդ քաղաքից լարել է։ Ոչ չէ, ախպեր ջան, ինչ քաղաք ես լարել, արա։ Ուրան այդ Կարլեն չեղաց, հա։ Մտել է բանկա թալան է, որ իրա պարտքերը տա, ու որ ինձ վատություն անի, առանց մասկայա մտը, որ գանցի բռնեն։ Շահեն ջան, փողի քաղաքից, թե չէ որ դրանք ես բռնեն մենք անտեր կմնանք։ Անավի չէ վերջ լսի էլի, ձոգի կարա դու ուղեղ չունես։ Մտել է իմ բանկնա թալան է, դի չի իմացե, որ ես այդ բանկի սեփականատերն եմ։ Ես էլ իմ դեմ հոչ եմ բողոքելու, որ գանցի բռնեն։ Վայ, ես քո բանկիր ջանին վերն Ես քո փողերը լավ եմ ձուղի։ Արես ինչ ականեմ դու գիտեք ես։ Ես ինչ արեցի։ Տիկին Վիպոյան, մենք կասկածում ենք, որ ձեր ամուսինը ունի հոգեկան շեղումներ։ Ինչի համար։ Հասկանում եք, որ պետք է հոգեկան հիվանդ լինի, որպեսզի մտնի իր սեփական բանկը թալանը։
Ալ։ Ձուկիկ միլիցեքը կան մարդուտ հետևից։ Չէ, այլանդակ։ Հոգեբուժներն եկան տարան։ Չասկծա։ Արա բայց պետք է միլիցեքը գային։ Արա չեմ ջոգում ես իշքան բաննա փոխվես 30 տարվա ընթացքում։ Դատը եբա։ Կիրկի։